Հրաձգության սիրահարներին այս անգամ համախմբեց առաջնությունը։ Մրցաշարը Կապանում երկրորդ անգամ է անցկացվում։ 14 տարեկանից բարձր աղջիկներն ու տղաները փորձեցին ուժերը նաև այս մարզաձևում։ Շատ ուժեղ մասնակիցներ կան, անգամ իմ ծանոթները, որոնք որ ես գիտեմ լավ են կրակում ինձանից, բայց ինձ թվում է ես էլ կհաղթեմ, ես էլ վատ չեմ կրակում։ Կարևորը շատ ուզելն է։ Փոքր ժամանակ մի անգամ որոշել էի գնամ մի հատ փորձեմ կրակեմ, հետո այդ ժամանակ մի հատ փորձեցի, դուրս եկավ էլ դարձավ հոբբիս դա։ Կապանի համայնքապետարանի նախաձեռնությամբ անցկացվող առաջնությանն այս տարի ավելի քան 100 հոգի է մասնակցում, նախորդ տարի 75-ներ։ Ոլորտի հանդեպ հետաքրքրությունը տարեցտարի աճում է։ Երկու փուլով ենք մրցումները կազմակերպում, նախնական կրակահերթեր եւ եզրափակիչ կրակահերթեր։ Եզրափակիչ փուլ իրավունք են վաստակում դուրս գալու այն մասնակիցները, ովքեր առաջի ությակում տեղ կզբաղեցնեն եւ լավագույն 8 մարզիկները կվիճարկեն հաջորդ փուլի մրցանակային տեղերի համար պայքարը։ Ավելի քան 100 մասնակիցների մեջ քիչ չէին նաև աղջիկները։ Նրանք համեստորեն խոստովանում են, երբեմն գերազանցում են հակառակ սեռին։ Զարմանում են, քանի որ հաճախ չեն աղջիկները այդպիսի սպորտաձևերում լավ լինում, բայց դե կրակում ենք, տեսնում ենք, որ ինչ-որ առաջ խաղացում, առաջ ընթաց կա, մեր դուրը գալիս է, մի տարի է ընդամենը ինչ զբաղվում եմ, սկսել եմ սիրել նրանից, որ մասնակցել եմ ՆԶՊ-ի օլիմպիադայի, այդպես տեղեր են գրավել եւ դրանից էլ սիրում եմ կրակելը, իմ համար հետաքրքիր է։ Արշամ Սարգսյանը խոսելով մարզաձևի կարևորությունից նշում է, կրակել պետք է սովորեն բոլորը անկախ սեռից։ Մենք ապրում ենք այդպիսի մի ստրատեգիական գոտում, որ մեր ցանկացած հենց աշակերտներից պետք է սկսվի այս ամենը, ցանկացած ոք պետք է կարողանա զենք բռնի, շատ չափից դուրս կարևորում եմ այս հանգամանքը եւ ուրախալի է այն փաստը, որ ներ են գրաված մեր մրցումներին մի շարք տասնյակ աշակերտներ։ Հաղթողի անունը պարզ կլինի ապրիլի 3-ին, մրցանակային առաջին եռյակը զբաղեցրած մասնակիցները կստանան համապատասխան կարգի մեդալներ, պատվոգրեր եւ դրամական պարգևներ։